Ողջույն, եթերում 10 հարց փոդքասթն է։ Ես Արտաշեսն եմ, իմ այսօրվա հյուրն է Արմենը, բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի մարզիչ, կինեզիստ։ Ողջույն Արմեն։ Ողջույն։ Ինչ խորհուրդներ կտաք այն ծնողներին, ում երեխաները ընդհանրապես չեն ուզում զբաղվել սպորտով։ Դա շատ պրոբլեմատիկ հարց է այսօր։ Ես խորհուրդ կտամ այդ ծնողներին, որ ուշադիր լինեն հատկապես փոքր տարիքում 5, 6, 7 այդ տարիքից սկսած սպորտաձևի տան ինչ որ մի երեխային, որպեսզի ֆիզիկական ակտիվություն լինի, որովհետև հետագայում այդ երեխաները բախվելու են շատ առողջական խնդիրների, թե ավելորդ քաշի հետ կապված, թե մարմնի կեցվածքի շեղումների եւ հորմոնների խախտումների եւ շատ այլ պրոբլեմների առաջ են կանգնելու։ Ինչ բուժական ծառայություններ եք մատուցում որպես մարզիչ եւ ինչ առողջական խնդիրների դեպքում կարող են ձեզ դիմել։ Կարող են դիմել հնաշարժողական համակարգի խնդիրներով մարդիկ, ովքեր ունեն կեցվածքի շեղումներ, հիմնականում կինեզոթերապիա, այսինքն բուժական միջոցները, որոնք կազմակերպվում են շարժումների եւ վարությունների միջոցով։ Ինչ խորհուրդ, 3 խորհուրդներ կտաք երիտասարդներին ժամանակակից։ Ժամանակակից երիտասարդներին նախ խորհուրդ կտամ, որ շուտ քնեն։ Դա շատ կարևոր է, ժամը 10-ին, 10:30 գոնե քնած լինեն, որտեղ երիտասարդ տարիքում իրանց հասունացման շրջանում դա շատ կարևոր է, որպեսզի հորմոնները ճիշտ աշխատեն, արտադրվեն, որտեղ այսօրվա մեր կյանքում ամենակարևորը ամեն ինչը կախված է մեր հորմոններից։ Մարդու կյանքի տևողությունը, կյանքի որակը, հետագայում առողջական խնդիրներից զերծ մնալու, ասենք, դա ամենաառաջինը ճիշտ քնելն է, ժամանակին քնելն է։ Սպորտով զբաղվել եւ գրագետ ճիշտ սնվել։ Հետ ծննդաբերական շրջանում հաճախ կանանց մոտ դիտվում է դիաստազ։ Նախ հասկանանք, քանի ամիս անց կարող են անցնել ակտիվ մարզման եւ որ փուլից հետո է արդեն ուշ կլինի մարզումներով դիաստազը շտկել։ Նախ դիաստազը դա սպիտակ որովայնի ուղիղ մկանի ջողվածքն է, որը առաջանում է ոչ միայն հղի կանանց եւ ազատվելուց հետո, այլ նաեւ բոլոր սովորական մարդկանց։ Դա լինում է նաեւ մկանային դեֆեկտ որպես հիմնականում ինչ որ ծանրություն բարձրացնելուց, գերանալուց եւ իհարկե այո հղիությունից հետո, երբ որ կանայք աղջիկները ձեռք են բերում դիաստազ, պետք է հասկանալ դիաստազը որ կարգին է պատկանում։ Այսինքն առաջի երկրորդ կարգում կարելի է վերականգնել ուղղակի վարժություններով, բայց երրորդ, չորրորդ կարգի դիաստազը արդեն պետք է դիմեն համապատասխան մասնագետների, որպեսզի վիրահատական միջոցներով դա վերականգնվի։